Անտիկորուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ 2023 թվականին ազգային ժողովի պաշտոնատար անձը ԱԿ-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել։ Մասնավորապես պարզվել է, որ ԱԿ-ն իր ծանոթ օժանդակությամբ դիմել է ազգային ժողովի պաշտոնատար անձին 200-ից 300,000 ԱՄՆ գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Պատգամավորը հայտնել է, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ եւ գործընթացը սկսելու համար պահանջել 200,000 ԱՄՆ, որից 100,000 ԱՄՆ սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով 2023 թվականի օգոստոսին ազգային ժողովի պատգամավորի հետ հանդիպման ժամանակ ԱԿ-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20,000 ԱՄՆ փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբարանականակի արտահանման ժամանակ։ Աժ Պաշտոնյան սակայն նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով իրենք արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ԱԿ-ից 20,000 գումարը ստանալուց։ Պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր նախագահը ազգային ժողովի նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևանում գտնվող դպրոցներից մեկի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուսը պետության կողմից հիշյալ ընկերությանն անհայտույց տրամադրելու եւ դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Ընկերության հիմնադիր նախագահը 2021 թվականին մաս, ապա որպես կաշառք ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր 23,000 ԱՄՆ եւ 300,000 դրամ, իսկ վերջինս 23 թվականին Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը։ Նոր մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, գործարար Ծառուկյանը չի կատարել դատարանի որոշումը եւ խախտել է քրեական օրենսգիրքը, իրավապանները մեղադրանք են առաջադրել գործարարին դատական ակտը չկատարելու հոդվածով եւ ստորագրություն են վերցրել նրանից չբացակայելու մասին։ Ծառուկյանը դեռ 2023 թվականից անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով, կասկածներ կան, որ մեծարուստ գործարարն իր ունեցվածքը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։ Քննչական կոմիտեն ավարտել է Արարատի մարզում գտնվող Ախիլիսա կոչվող բարձունքի հատվածում 2022 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի նախաքննությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավտոմեքենայի վարորդը 2022 թվականի մայիսի 8-ին Ախիլիսա կոչվող հատվածում ընթանալիս հաշվի չի առել ճանապարհին հարակից տեղանքի թերությունների եւ ոչ հարթ լինելու հանգամանքներն ու ընտրելով երթևեկության այնպիսի ռեժիմ, որը չի ապահովել իր վարած տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը, բարձունքը բարձրանալիս չպահպանելով իր կողմից վարվող ավտոմեքենայի նկատմամբ վերահսկողություն կողաշրջվել է, պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորը մահացել է։ Քննչական կոմիտեն պարզել է, որ համայնքային երկու ոստիկաններ տեղեկանալով հունիսի 29-ին համայնքային երկու այլ ոստիկանների ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին վիճաբանել են նրանցից մեկի հետ ձեռքերով ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածք։ Հոկտեմբերի 27-ին քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության այցելած ԱԴ-ի մարմնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցին նմանվող զանգված։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դեկտեմբերի 1-ին օդանավակայանի ժամանման սրահում ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի արտերկրից ժամանածներից բջջային հեռախոսներ է վերցնում, նա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել ու տարվել է բաժին, հայտնաբերվել է 10 բջջային հեռախոս, 12 լիցքավորման լար։ Տեղեկություններ են ստացվել, որ Նավուր գյուղի Խաչիկասար կոչվող հանդամասում գտնվող հանգստյան գոտում բնակվող 36-ամյա տղամարդն ապօրինի պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Տղամարդն ընդունել է, որ առանձնատան կացատանը պահում է մարիխուանա, իսկ անեփն ինքը քաղել է կից տարածքից։ Հայտնաբերվել է 27 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի ԷՀ-ի կողմից բերված հանձնուկը։ Կարտոֆիլի Խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգվածն, ձերբակալվել է։ Նոյեմբերի 20-ին Սեբաստիայի փողոցում վրայերթի է ենթարկվել հետիոտն Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Ասատրյանը։ Վարորդը վրայերթի ենթարկվածին թողնելով անօգնական վթարի վայրից դիմել է փախուստի։ Դեկտեմբերի 2-ին Երևան-Աբովյան ավտոճանապարհին Աշոտն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 2-ին Գեղարդի խճուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշեսի վարած Mercedes եւ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Անիի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 1-ին Երևանի Արտաշեսյան փողոցում բախվել են BMW եւ Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հեղուկ գազի լցակայանի տարածքում։ Դեկտեմբերի 2-ին Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սուրենի վարած Mercedes, Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Արմանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան։ Դեկտեմբերի 3-ին հազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծավան գյուղում այրվում է ավտոմեքենա, ՀՇՇ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան։
Դեկտեմբերի 2-ին հազանգեստացվել, որ Երևանի Արգուտյան փողոցի թիվ 3 հասցեում այրվում է հագուստի խանութ։ Հաշեշ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը։ Այրվել են 2 վագոն տնակների, ընդհանուր մոտ 50 քառակուսի մետր փայտե կառուցատարերը։